շուտով նորություններ կլինեն, շուտով, բաչև, այմա ասեցի, շուտով նորություն կլինի շատ հետաքրքիր, որը որ շուտով նորություն կլինի շատ հետաքրքիր, չասեցի լավ, ասում եմ շուտով կլինի նորություն հետաքրքիր, տեղեկություն կլինի, կարծում եմ որոշ ժամանակ անց ենթադրում եմ, որ մյուս ամիս վարչապետը նաև ասուլիսով հանդես կգա, դուք հնարավորություն կունենաք օրակարգային ռեալ հարցերից խոսալ, այլ ոչ թե խոհանոցային, այլ ոչ թե բամբասանքային, եւ օրակարգը ձևավորեք։ Ես 20 րոպե այստեղ կանգնած եմ։ Փաշինյանն ասում է հանրության 50% հիմա ավելի լավ է։ Դրա մասին նախ եւ առաջ դրա մասին խոսում են թվերը, ակնհայտ է, որ տնտեսական ազատությունները այսօր միանշանակ շատ ավելի մեծ են, մենք դրա մասին խոսացել ենք, այսօր միանշանակ է, որ մեր տնտեսվարողները չեն վազվզում եւ հավելավճարներ չեն տալի հարկայինների պետերին, կաշառքներ չեն տալիս, ծանոթներ չունեն վարչապետի անվտանգության ղեկավարության մեջ, իմ անվտանգության աշխատակիցներին չեն ճանաչում եւ այլն, այո, երբ որ տնտեսապես դու ազատ ես, երբ որ հարկայինը քեզ չի, ես բոլորի հարցին պատասխանել եմ։ Երբ որ դու ազատ ես եւ քո տնտեսական գործունեության մեջ ոչ մեկ փայ չի մտնում, իսկ այսօր ոչ մեկ փայ չի մտնում, չէ՞, թե չէ՞ դա այսօր ընկել եք 66000 հրամանոց բանի։ Սիմոնյան եկեղեցու հետ կապված Յուքոմի պատմությունը գիտեք։ Էլի տենց օրինակներ դրեմ, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ եւ իրանց զավակներ հանկարծ դառնում էին օրինակ Յուքոմի պես ընկերության մեծ ամենափայատերը։ Հետո փայը գնալով դա այն գործերից մեկն է, որ Նարեկ ջան, բայց այսօր մենք արդեն պետք է պայմանավորված ենք, չէ՞, որ ես քաղաքական գործիչ եմ, դու լրագրող ես, եւ մենք ոչ ես ոչ չենք զբաղվում իրավապահների գործով։ Այո, իրավապահների շատ խոստում ունեիք։ Լսեք, քաղաքական խոստում ունեինք, կգնանք քաղաքական մեր շահառուին կներկայացնենք, այսինքն մինչև 26 թվականը չկատարած խոստումների հետ կապված։ Բայց այդ հատիկ առ հատիկը գիտես ինչ, լսել ես հատիկ առ հատիկ։ Ինչ է մի ավտոտնակ, մի բան, մեքենա $5000։ Վերջացեցիք, մի հատ հեռախոսս տուր։ Բայց միջև գտնեք մի բան Հայաստանի Հանրապետության դատախազության 2018-ից 2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը վերադարձվել շուրջ 210 միլիարդ 79 միլիոն դրամ, դա 539 միլիոն 219 հազար ԱՄՆ դոլար է։ 2018 թվական Հայաստանի Հանրապետությունը վերադարձվել 39 միլիարդ 571 միլիոն 145 հազար դրամ։ Սենց շարունակեմ մինչև 2024-ը կարդամ։ 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունը վերադարձվել շուրջ 52 միլիարդ 636 միլիոն դրամ, իդեպ այս թվերի մեջ դեռ չկան Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից պահանջվող 200 միլիոն դոլարը, որի մասին դեռ տեղեկություն կա, հələ չգիտենք էլ ինչքան բան է բացահայտվել, ես վստահ եմ էլի բացաբաց։ Այո, 7 միլիարդով ավելացել է, ոնց է ստացվում, բա այդ որ գալիս եք ասում եք բան արեք, անչ աշխատավարձները բարձրացնում ենք, որ ասում ենք գնացեք զենք առեք, գնացում ենք։ Լսեք, ամեն ինչի ֆոնդին զենք ենք գնել պաշտպանողական պատավատներ եք գնել։ Վա լավ էլի, որտեղ ով է պատավատ գնել, ուզում հասկանալ։ Դա ազգային ժողովին հատկացված, տալու ես այդ հարցը։ Լինելու է ազգային ժողովի ֆոնդից գնված մեքենա եւ դա նորմալ է։ Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ ուզում են սպանություններ տեղի ունենա եւ ես մտածում եմ, որ պետք է այնուամենայնիվ իմ մեքենան փոխեմ եւ զրահապատել տամ։ Ուղղակի գումարի չլինելու օրինակ վերջերս մի հատ սրիկա դաշնակցական, ում եթերում էր, սպասեք հիշեմ, ում էր խոսում, ում եթերում էր չգիտեմ Դավիթ է կարծեմ լրագրողի անունը, մի հատ սրիկա ոչնչություն, որը որ իրան իրավունք է վերապայել հոկտեմբերի 27-ի մասին ասել, որ դա ընդվզում էր եւ դրանից հետո լինելու պորտկում էր, ընդվզում էր եւ հետո ասում է, որ նման բան է տեղի ունենալու եւ դա ուրախություն է առաջացնելու, ես հասկանում եմ, որ այսօր այն մարդիկ, ովքեր որ խոսում են անվտանգության մասին, զրահապատ մեքենայի մասին, ուզում են, որ Հայաստանի Հանրապետությունում սպանություններ տեղի ունենան քաղաքական, Հայաստանի Հանրապետություն քաղաքական սպանությունների էջը 2018 թվականից այսքան փակած է, իսկ այդ դաշնակցական սրիկան պատասխան է տալու։ Թող ինքը իմանա։ Պարոն Սիմոնյան, վարչապետը դաշնակցականներն են վտանգավոր։
Չգիտեմ, իսկ դուք վտանգավոր եք։ Չգիտեմ, եթե կան Իսկ ձեզ ծոմա տենց ստուգում ասում են դուք դաշնակցական եք։ Ինչ հարց եք տալիս ում հասկանամ։ Այդ ինչ քաղաքական եւ լրատվական իմաստուններ եք հարցնում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր սրիկա են եւ մտածում են, որ հոկտեմբերի 27-ը դա ընդվզում է եղել եւ արդարացնում են Վազգենի, Կարեն Դեմերչյանի, Բախշյանի եւ մնացածի սպանությունները, իրանք սրիկա են եւ իրանցից պետքա զգուշ մնալ ու դա ինձ թվում է տրամաբանական։ Այլ հարցեր ունեք։ իսկ այդ Վարչապետը մի այլ գրառում էլ էր արել եկեղեցու այդ Դիմեք խոսնակին, խնդրում եմ, դրա հետ կապված արդեն 40 րոպե խոսում։ Ուրիշ բան եմ հարցնում, այդտեղ դուք էլ ինձ թվում է ասելիք ունենաք։ Ասում է, որ վեհապարի ընտրության հարցում Հայաստանի Հանրապետությունը պետք է իր վճռորոշ դերը եւ ձայնը ունենա։ Ուրեմն ես եկեք sense մեկնաբանեմ։ Եկեք sense մեկնաբանեմ։ Նախ եւ առաջ վարչապետի բոլոր հայտարարությունների հետ ես լիակատար կիսում եմ իր բոլոր հայտարարությունները։ Երկրորդը մեթոդով պետք է ունենա։ օրենսդրականի ենթադրում եմ, դրա մասին չենք խոսացել եւ դրա մասին չենք քննարկել։ Բայց հնարավոր է Բովանդակության հետ եք համամիտ, թե խոսը ոչի Ղարաբաղյան։ Պարոն Սիմոնյան, առաջիկայում հնարավոր է այդպիսի փոփոխություն լինի։ Ես նման քննարկման չեմ մասնակցել, բայց ես չեմ բացառում, որ սահմանության մեջ եթե նման փոփոխություն լինի, այդ հարցը նույնպես այլ ձևա ներկայացված լինի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը խղճի ազատություն բավանող երկիր է եւ կարծում եմ, որ եթե ինչ որ կրոնական կառույց պետք է ունենա հատուկ կարգավիճակ, դա նշանակում է, որ պետությունը նույնպես պետք է ունենա դրա մեջ մասնակցություն, առնվազն այդ կառույցը թափանցիկ դարձնելու համար։ Թափանցիկ, ուրիշ բանի մասին չեմ խոսում։ Չեմ բացառում։ Պարոն Սիմոնյան, դուք վարչապետի խոսույթի հետ եք համաձայն, թե գրվածի բովանդակության։ Դուք ասեցիք համաձայն են վարչապետի եկեղեցու հետ կապված հայտարարությունները։ Ուրեմն ես վարչապետի 2018 թվականի առաջի օրվանից սկսած եւ միջև այդ լինելով իր ընկերը, իր գործընկերը, իր թիմակիցը, միջև որս բոլոր գրառումների բոլոր ստորակետների հետ համաձայն եմ եւ կիսում եմ այդ բոլոր գրառումների եւ ստորակետների պատասխանատվությունը եւ երբևիցե դրանից չեմ ցանկություն հայտնել կամ չեմ ցանկանալու խուսափել։ Պարոն Սիմոնյան, որ ասեցիք լավ բան անելու, ինչ անելու։ Քրոականներ բարբերաբար խոսում են ինվեստիցիայի գործընթացի մասին։ Էդգար Ղազարյանն էլ առաջադրում էր Գարեգին բայի տեխնացությունը առաջադրում էր։ Նման սցենարը հավանական տեսնում եք, որ որևէ եկեղեցական կարող է ներկայացված լինել, օրինակ 2026 թվականի եկեղեցին կարող է իդեպ Ես չգիտեմ, հիմա տեսեք, լրատվականների ներկայացուցիչները հարց են տալիս, արդյոք եւ տենց հարց ես էլի եմ լսել, արդյոք վարկանիշի հետ կապված քաղաքական ուժը անհանգստություն ունի։ Եկեղեցին այլևս քաղաքական կուսակցության դեր է իր վրա վերցրել եւ ես չեմ բացառում, որ կաթողիկոսը կարող է մի օր ինչի Բագրատ Սրբազանը կարա վարչապետի տեխնացու լինի Կանադայի քաղաքացի լինելով ինքը չի կարա, ինչ եք բան դնում այդ երկու մարդկանց մեջ, կաթողիկոսն էլ իրավունքներ ունի եւ կարող է որպես վարչապետի տեխնացու ներկայանալ մի քիչ բան, բայց եկեղեցու դեմ ես արշավով Հանեք Փաշինյանը 2026 թվականին ես չեմ պատասխանում, տեսեք, դուք հարցը տալու մեջ ի սկզբանե սխալ իրողություն եք դնում։ Հանրություն, դուք հանրությունը չեք ներկայացնում։ Դուք հանրությունը չեք ներկայացնում։ Դուք ներկայացնում եք ներողություն։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության 682,000 մի քիչ ավել ընտրողների։ Դուք չեք կարող հանրության անունից խոսեք։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում, լինելով ամենաշատ ձայն հավաքած մարդկանցից մեկը, հանրության անունից խոսեմ։ Դուք կարող եք ներկայացնել, չգիտեմ, ձեր էջի, այս հերոստալիքի, Facebook-յան տակի, չգիտեմ, Քոչարանամերձ ֆեյքերի եւ այն մարդկանց, ովքեր որ ինչ-որ հույսեր ունեն, իրանց մասին կարան ինչքան դուք քթեք։ Եվ այդ նշանակում է այդ հետևորդները իրանց, ես էլ եմ հետևում, բայց այդ չի նշանակում, որ ես արդարացնում եմ կամ իրանց հետ համաձայն եմ։ Դուք էլ եք իմ էջին երևի հետևում, բայց իմ բոլոր արտահայտությունները չի, որ համաձայն եք, ճիշտ է։ Հետևում եք իմ էջին, բայց համաձայն չեք, չէ՞, իմ հետ շատ բաների հետ։ Լավ, ինչու որոշեցիք հենց հիմա զբաղվել եկեղեցու։ Լուսինե ջան, կներես, ցավոտ եմ, չեմ կարող 40 րոպե դրա մասին առաջ խոսացել եմ, հետ կնայես, ասել եմ, այդ հարցը այդ եղել է, այդ հարցը 3 անգամ պատասխանել եմ, հետո կգրեք դրա մասին։ Այ ԿՊ ընտրություններին պատրաստվում Հաջա։
Ինչ որ տեղեկություն է հասու դարձել Նիկոլ Փաշինյանին անցած 5 օրը եկեղեցիների ճուլանացումն էր, ուրբաթ օրը արդեն սկսվեց սրբազանների մասին հայտարարություններ։ Ուզում եմ հասկանալ, ինչ որ ինֆորմացիա դուք ունեք դրա համար եք sense հայտարարություններ։ Այո, ինֆորմացիա, չէ, այո, ինֆորմացիա ունենք, որ մտնում ես եկեղեցի, մեկի քստիկներն է այնտեղ դրած, մեկի շորերն են անկյունում դրված, եւ դե բա վերցնում ենք, իսկ ով ասես չենք վերցնում։ Վերցնում ենք, մաքրում ենք, ասեմ ավելին թերթ եմ վաճառում, ինչ որ բանը քաղաքական Մարիամ Աստվածին, ես Մարիամ Աստվածին եմ գնում, ես լուրջ ես ասում։ Չէ, նոր չենք սկսել հաճախել։ Ես շատ վաղուց հավատացել եմ, բայց եկեք վերադառնանք Կարինեի հարցին, որովհետև Կարինեն հարցը տալով մեջը կեղծ իրականություն է դնում եւ դա որպես իրականություն է։ Հայ առաքելական եկեղեցու դե հիմա կարանք իրար հետ դու խոսա վերջաս։ Մարդիկ սա անցնում են որպես հայ առաքելական եկեղեցու դեմ պայքար եւ չեն առանձնացնում այս կաթողիկոսին կամ որևէ սրբազանի հետ կապված, սա ընդհանուր կաթողիկոսը, Արշակ սրբազանը, չգիտեմ, այն մյուս սրբազանը, իրանք եկեղեցին չեն, իրանք խաբել են, որ իրանք եկեղեցին են։ Իրանք հավատացյալների եւ Աստծո ծառաներն են։ Տեսել եք, որ օրինակ Հռոմի Պապը մարդկանց ոտերն է պատճում։ Լսել եք օրինակ Հռոմի Պապի Տիտղոսի մեջ մի րոպե, այդ արարողությունը արվում է բոլոր տեղում։ Տիտղոսը ոնց է, ռաբ ռաբով բոժիղ, Աստծո ծառաների ծառան։ Իրանք մոռացել են, որ իրանք ծառա են։ Իրանք մտածում են, որ իրանք գողական են, հարց լուծող, քավոր են եւ բիզնեսմեն են շատ սրբազանկա զենքով էր ման գալիս միջև այս վերջերս, չգիտեք իր մասին։ Մի հատ էլ լավ ավտո ուներ, էլի ասեմ։ Ես զենքով եմ ման գալիս, ես զենք ունեմ, բայց զենքով ման չեմ գալիս։ Ես իշխանություն եմ, այդ տեսնում եք էլի, ձեր մտածել, բայց ձեր մտածելակերպ, ես կճոյան հետ ոչ մի միջոցառման չեմ մասնակցել։ Լսեք, անձնապես ես կճոյանի հետ որևիցե հարաբերություններ չունեմ, ես խոսածովս չունեմ։ Գնացեք այսինքն մենք եկեղեցականների հետ, շփումների հետ կապված պետք է հիմա պատասխան տանք, որ եկեղեցականը ոնց է։ Այսում եմ նորից դուք հասկանում եք դուք ինչ եք քննարկում։ Դուք փոխանակ, մի րոպե, փոխանակ քննարկեք, ասեք, այո, այդ երևույթները կան, այդ երևույթները չկան, այդ երևույթները վատ են, այդ երևույթները միգուցե ներելի են, միգուցե կարելի է հասկանալ դե թող խոսամ։ Մի րոպե, Լուսինե, մի րոպե, ամեն ինչի մասին է խոսում ենք։ Ասեք, լավ, հիմա ասենք պետք է արձագանքի, չպետք, ասելու բաներ, բայց այդ մարդիկ նաև դուք էլ եք, ախպեր, կա այդ բանը, թե չկա, էս է հարցի ասելու ձևով արդեն դուք թույլ չեք տալիս, որ մարդիկ բան անեն, ասեն հայ Նիկոլ Փաշինյանն այն ձևն է ընտրել, որ մարդիկ այլևս չեն ուզում քննարկման առարկա դարձնել այդ երևույթը։ Ես մի բան հարցնում եմ, եթե ես սկսեմ նայել ձեր խոսակցական ձևին, ես ձեր գրեթե ոչ մի հարցի չեմ պատասխանի։ Բայց դուք 4-րդ իշխանությունն եք, դուք մեր երկրի ազատ լրատվամիջոցներն եք, որոնց ազատության համար ես պայքարել եմ ու էլի կպայքարեմ, երբ էլ դա լինի, բայց ես չեմ նայում ձեր հարցից։ Քեզ թվում է Նարեկ ջան, քո տված հարցերը, որոնց դու մտածված սուր ձևակերպումներ ես դնում ես, չէ՞։ Ոնց յուրաքանչյուր քաղաքական գործ չի դա հաճելի է։ Ես ասում, այդ ինչ ձևակերպով չեմ պատասխանում։ Դուք ընդհատում եք, այո, Լուսինե ջան, շատ լավ է, պարտավորություններ։ Ես քեզ, բայց պետք է մի հատ հասկանանք, այդ եկեղեցուն եկեղեցի է։ Այդ եկեղեցականները եկեղեցական են։ Բայց ով պիտի դա որոշի։ Իրանք, մենք ոչ մեկ, մենք ասում ներողություն, հարցատ, հենց իրանք, Լուսինե ջան, հենց իրանք, ես ասեցի, կաթողիկոսի ձեռքը պատչելուց առաջ, լսին ուզում ես արիստեղ կանգնի հարցազրույցը, Մաքսիմ Պուլիմյոտի պես անընդհատ արագ խոսալով ճշմարտությունը չի լինելու։ Ոչ, հիմա դու հարցես տալ թե ելույթ ես ուզում։ Գրանցվի ելույթի համար արի ելույթը։ Այն ամենայնիվ, եթե կաթողիկոսը ասեցի մի անգամ ուզում հատել, ասեմ դու դե եկել, հա։ Միջև վերջ, եթե այն հարցադրումը, որը արվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Մի հատ նորից էլի փայլակ ջան չհասկացա։ Եթե կաթողիկոսը միջև վերջ Նիկոլ Փաշինյանի այն հարցադրումը ունի զավակ թե ոչ, չպատասխանի, այդ հարցը շարունակելու է մնալ, թե իշխանությունը ինչ որ ձևով այնուամենայնիվ փորձելու է պարզել, ի վերջո կա թե չկա, այսինքն հենց այդ միջամտությունը, եթե հարցադրմանը պատասխան չի լինում, որտեղ մի քանի օր էլ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը գրում է, ունի թե չունի։ Ես կարծում եմ, որ պետք է այնուամենայնիվ կոնկրետ, ոչ թե լավաշ նյութեր են, որ մարդ հոգնում է կարդա այդ նյութը,
կոնկրետ ինչ որ պատասխան լինի, որ չընկնենք, չգիտեմ, այդանք Լեո փողոցի վրա ինչ որ ապտեկաներ գտնենք, ասենք էսում ապտեկանա օրինակ, դեղատունն է, հա, որ այդ դրա կարիքը չլինի։ Պետք է կոնկրետ դեղատուն։ Չգիտեմ ինչ, հա, չգիտեմ, ինչ որ պայմանական բան եմ ասում, պետք չի կենտրոնանալ, հա, թե պետք է կենտրոնանալ։ Ինչի՞ ես դեղատուն ասեցի։ Չգիտեմ, կարամ ասեմ, օրինակ, չգիտեմ, ուրիշ բան մթերայի հացի խանութ կա, թե չկա, բայց ինչի, դուք ինչ մտածեցիք։ Ես հետո կասեմ։ Չէ, հիմա ասեք, հերոստատիտողները ինչ որ բան մտածեցիք, ինչի մտածեցիք, հələ ասեք։ Չէ, մի րոպե, ինչ մտածեցիք։ Ձեզ հայտնի չէ հայտնի տեղեկությունները, Չէ։ որ հոգեվորականներից մեկը Ով։ դեղատուն։ Ով։ Դա էլ դուք բացեք։ Ով։ Ով էր գրում Ինչ էր գրում։ որում ձեր հետ ինչ որ առումներով նաև կապակցված։ Իմ հետ փող կապակցած մամուլը որ գներ, ենթադրում եմ կհիշեմ, ով այնուամենայնիվ։ Գնացեք բացեք։ Ոչ, լրագրողը դուք եք գնացեք Էջմիածին։ Ես քանի դեռ չեմ Մի րոպե, ստուգել այդ մի րոպե։ տեղեկությունը, չեմ կարող Մի րոպե, ապահովել։ էդ եմ ասում, Նարեկ ջան։ Գնացեք ստուգեք։ Գնացեք ստուգեք։ Այլ հարցեր Բայց կան։ դուք պատահական չասեք։ Իսկ եթե ասեմ Պատահական ոչ իման չի լինում։ այս հարցակումը եկեղեցու վրա։ Հարցակում եկեղեցու վրա արտահայտությունը հարցերը չեն պատասխանել։ Լավ, ուրիշ բան եմ ասում։ Ձևա վերաձևակերպի։ Հայ առաքելական եկեղեցու վրա, հայ առաքելական կա եկեղեցու վրա ոչ մեկ չի կարող հարցակվել, ոչ մեկ չի հարցակվում։ Կոնկրետ անհատներ կան կասկածներ, որ կոնկրետ անհատներ վարկը եւ բարեվարկությունը հայ առաքելական եկեղեցու գցում են, դրա մասին է խոսքը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր բոլորի քրիստոնյա հայ ժողովրդի ամենակարևոր կառույցն է, որը որ ամենակարևոր Սուրբ լինելու հետ կապված ոտնձգություններ կան։ Այն բոլոր մարդիկ, ովքեր հավատացյալ են, այն բոլոր մարդիկ, ովքեր պաշտում են, հարգում են հայ առաքելական եկեղեցին, պետքա իմանան այդտեղ խնդիր կա, թե չկա։ Սա է։ Մի րոպե, Պաշտոնյան հոգևոր մարդ չի։ Դա ամեն մեկի անձնական հարցն է։ Մենք չենք մտնում Ռոբերտ Քոչարյանի, Ալեն Սիմոնյանի կամ որևիցե մեկի անձնական կյանքի մեջ։ Մենք որտեղ այդ կառույցը հոգևոր կառույց չէ։ Հոգևոր, մենք հետո կուսակրոն չենք։ Մենք կուսակրոն չենք։ Կուսակրոն չենք։ Դու կարնե գիտես կուսակրոնը ինչ է։ Գիտեմ ինչ։ Շո, փակեցինք թե։ Սիմոնյան, բայց Գնացողն եք դուք եւ այս ամենը որ դուք նաեւ այս ամենը անելով ձեզ քննադատող հոգեվորականներից ուզում եք ազատվել եւ լինեն հոգեվորականներ, որոնք համաձայն կլինեն ձեր քաղաքի։ Եթե մենք ուզենանք եթե մենք ցանկություն հայտնենք, այն հոգևորականները, որոնք որ մեզ քննադատում են այսօր, մեծ հաճույքով կդառնային մեր խոսնակները։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, այն հոգևորականները, որոնք որ մեզ քննադատում են այսօր, մեծ հաճույքով կդառնային մեր փաստաբանները, մեր գովերքողները, մեր ծառաները, ու տենց էլի իմիջիալոց, լավ բան բացեցիք, իմիջիալոց ընդդիմադիր դաշտում, մի օր այդ անունները հնչեցնելու եմ, ընդդիմադիր դաշտում այսօր գործող մի հատ ստվար զանգված կա, որոնք կեսը պաշտոն չենք տվել նեղացել են, մյուս կեսը իրանց առաջարկել են չենք համաձայնվել անցել են ընդդիմադիր դաշտ, որը միգուցե նորմալ է, ես չեմ մտածում, որ դրա մեջ խնդիր կա, իրանց Շնորհակալ եմ։ Մի բանի մեջ մենք Մամջեյի հետ քննարկելու եք Ռուսաստանի հիբրիդային, Ռուսաստանի կողմից Հայաստանում տարվող հիբրիդային։ Ես ամեն ինչ եմ քննարկում։ Իսկ ես ցույց որ ես հրապարակային դա եթերով ասում եմ, դա քննարկման ձև։ Ճեստոր է գալիս, այլև լավ էլի։ Այսօր է։ Հաջան։ Լսեցեք, ես դրա մասին չեմ մտածել, բայց ես մամուլում կարդացի, որ Բագրատ Սրբազանը Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ իր տեխնացությունն է առաջարկել եւ խնդրել է, որ սատարում լինի, չգիտեմ որքանով է դա ճիշտ։ Դուք մամուլ չեք կարդում, դուք ձեզ չեք կարդում, լավ, օքեյ, կուղարկեմ ձեզ։ Շնորհակալություն։